Ինչ էր ասում ընդդիմությունը 1 տարի առաջ, 2025 թվականի հունվարին։ Ասում էին, որ պատերազմն անխուսափելի է, որ հեսա մի քանի ամսից Հայաստանի վրա հարձակվելու են Սյունիքը գրավեն։ Ասում էին, որ Հայաստանը արտատարածքային միջանցք է տալու։ Ասում էին, որ հերիք չի միջանցք ենք տալու, մի հատ էլ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ, ճանապարհները չեն բացվելու։ Ասում էին, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է, Ադրբեջանը չի գնալու խաղաղության։ Ասում էին, որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում, որ գերիները վերադառնան։ Մի բան էլ ինքն է բոլորին ասում, հանկարծ մի բան չանեք, գերիները վերադառնան։ Ինչ ունենք այսօր, 1 տարի անց։ Օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրով հաստատված է խաղաղություն։ Շուտով մի քանի օրից կլրանա 2 տարին, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինվոր չի զոհվել, որևէ։ Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարարի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպման արդյունքներով հրապարակվեց Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ փաստաթուղթ, որտեղ սահմանվում են սկզբունքները եւ նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենալու այդ նախագծի իրագործումը եւ որից ակնհայտ է դառնում, որ անվտանգությունը պահելու է Հայաստանը, որ Հայաստանի սահմանապահները լինելու են համապատասխան բոլոր անցակետերում, մի խոսքով որևէ միջանցքային տրամաբանություն չի լինելու, հստակ է ամեն ինչ։ Բացի դրանից, նույնիսկ մինչև սրա հրապարակումը արդեն ամիսներ առաջ Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվել էր, քանի որ Ադրբեջանի տարածքով առաջին անգամ 90-ականներից երկաթգծով ապրանք եկավ Հայաստան, այսինքն նույնիսկ մինչև թրիփի իրագործումը մասնակիորեն ապաշրջափակվեց Հայաստանը։ Մի քանի օր առաջ 4 հայեր վերադարձան ադրբեջանական գերությունից, եւ սրանք բոլորը փաստեր են եւ անվիճելի փաստեր են, այսինքն անիմաստ է, անհնար է վիճել այս փաստերի վերաբերյալ։ Եվ այս ամենը ինքն իրան տեղի չի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի կառավարության ջանքերի եւ քաղաքականության շնորհիվ։ Եթե մենք այս ընթացքում լսած լինեինք ընդդիմություն, որը այս ամբողջ ընթացքում ինչ է արել, մեզ անվանել է դավաճան, թրքահաճո, թրքահապատակ, չգիտեմ, ադրբեջանամետ, ինչքան էպիտետներ կան օգտագործել են։ Եթե մենք իրենց լսած լինեինք, այս ամենը տեղի չէր ունենալու։ Եվ տեղի էր ունենալու ճիշտ հակառակը, տեղի են ունենալու այն, ինչ իրենք գուժում էին նախորդ հունվարին։ Եվ շատ լավ է, որ մենք իրենք չենք լսել, եւ շատ լավ է, որ մենք վերջապես հասել ենք այս կետին, երբ որ մենք ի վերջո ունենք խաղաղություն, ի վերջո ունենք հնարավորություն շունչ քաշելու, զարգացնելու մեր տնտեսությունը, ապրելու։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք պահպանենք այն, ինչ ձեռք ենք բերել, որովհետև այո, խաղաղությունը հաստատված է, բայց այն դեռ անշրջելի չէ, եւ մենք պետք է այն դարձնենք անշրջելի։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ այս տարի մենք կատարենք ճիշտ ընտրություն։ Խաղաղություն բոլորիս, տարին լավ է սկսվել, վստահ եմ լավ էլ ավարտվելու է։ Քաղաքականության մեջ չոչ անող մի փոքրիկ աշխուժակ։ Որոշ եղկելի շրջանակներ։ Երեկվանից կեղծիք են տարածում, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։ Սա է հիբրիդային պատերազմը, որ կեղծիքի փամփուշտներով կրակում են ձեր մտքերի վրա, պղտորում են ձեր հոգին, ձեր միտքը։ Ուզում են խաղաղության փոխարեն ձեզ մատուցել տագնապներ ու վախեր, որ այդ վախերի վրա սողոսկելով վերադառնան իշխանության։ Դուք ձեր հաստ ծոծորակը կտեսնեք, բայց իշխանություն այլևս Հայաստանում չեք տեսնի։ Թույլ չենք տալու, իսկ խաղաղություն լինելու է։ Ողջույն հարգելի հայրենակից։ Ընդդիմությունը հիմա էլ fake news է տարածում, որ իբր Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններին։ Հական Ֆիդանը նմանատիպ որևէ արտահայտություն չի արել, ընդհանրապես ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի դերական դերը տարածաշրջանում խաղաղություն հաստատման գործում։ Մի հավատացեք այն ստերին, որը տարածում է Առավոտի ցիրիկում։ Տաշի Սամոյի մանկապատանեկան խմբակից հայտարարում են, թե ընտրություններում հաղթելու դեպքում իրենց վարչապետը կստանա 1 դրամ աշխատավարձ։ Տղեկ, դուք հաղթել եք 2008 թվականի ընտրություններին, դուք հաղթել եք 2013 թվականի ընտրություններին, դուք Սերժ Սարգսյանի հետ տարիներ շարունակ իշխանություն եք կիսել մեր երկրում։ Դուք պատասխանատու եք այդ տարիներին մեր երկրում եղած ալան-թալանի համար։ Հիմա եկել եք ինչ եք առաջարկում, այդ ալան-թալանի շարունակություն։ Հաջորդ անգամ 1 դրամ աշխատավարձի մասին նախընտրական կուտը հայտարարելուց հետո կխնդրեմ նաև հայտնել,
թե բյուջեից քանի միլիոն դոլար եք պատրաստվում ուտել կոռուպցիոն ճանապարհներով, ինչպես արվում էր Սերժ Սարգսյանի օրոք, երբ դուք իշխանության էիք։ Ընդդիմությունը հիստերիայի մեջ է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ինքը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության եւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ տարվող ջանքերը։ Բնականաբար մեր ընդդիմությունը կերազեր, որպեսզի սրա փոխարեն Թուրքիայից հնչեին հոխորտանքներ Հայաստանի հասցեին, թշնամական հայտարարություններ եւ Հայաստանի գլխին կախված լիներ պատերազմի սպառնալիքը, որովհետեւ մեր ընդդիմությունը պատերազմի պարագայում կորցնելու ոչինչ չունի։ Նույն ինքը Նարեկ Կարապետյանը Տաշիր Սամվելի եղբորորդին բանակում չի ծառայել, զինապարտ չի, Աստված չանի պատերազմի դեպքում զորակոչի ենթակա չի։ Դրա փոխարեն պատերազմի դեպքում զորակոչի ենթակա են մեր հասարակ քաղաքացիների որդիները, մեր հասարակ քաղաքացիները իրենք անձամբ։ Մեր ընդդիմությունը ուզում է, որպեսզի լինի պատերազմ, լինեն զոհեր եւ որպեսզի իրենք մեր զոհված տղաների արյան վրա իրանց ձեռքերը այսպես տաքացնելով քարոզարշավ անեն, որովհետև մեր զինվորների սպանությունը, մեր զինվորների մահը մեր ընդդիմության համար միայն ու միայն քարոզարշավի վիդեո կոնտենտ է, ինչպես օրինակ Քոչարյանի համար 2021 թվականներին։ Բայց մենք Հայաստանին բերել ենք խաղաղություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն եւ մեր ընդդիմության պատերազմի մասին թաց երազանքները որպես մուրազ մնալու են նրանց փորում։ Իրավիճակը ընդդիմության մոտ իրոք շատ բարդ է, որովհետև Հայաստանում խաղաղություն է, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, Միացյալ Նահանգների հետ կան լուրջ համաձայնություններ, գերիներ վերադարձան, եւ այս ֆոնին նրանց բոլոր խոսույթները, որով հատկապես 2020 թվականի պատերազմից հետո սնում էին իրենց էլեկտորատին, ամբողջությամբ այս խոսույթները փլված են։ Եվ դրա համար հիմա բազմաթիվ fake լուրեր են արդեն իրենց դեմքով տարածում, ոչ միայն իրենց լրատվամիջոցներով, այլև հենց իրենք։ Եվ դրա մի օրինակ էլ այս վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարություններ, որը ձեզ ներկայացվում է իբր Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում եւ այլն։ Տեսեք իրականում ինչ է կատարվել։ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Ադրբեջան նախաստորագրած փաստաթղթից եւ հարաբերությունների կարգավորումից, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից, ասել է, որ գնահատում է Փաշինյանի դրական կառուցողական վերաբերմունքը այս հարցի նկատմամբ եւ նաեւ այլ կոնտեքստում ասել է, որ Հայաստանում ընտրություններ են եւ Նիկոլ Փաշինյանը հասարակության այդ հարցումների արդյունքում առաջատար է։ Հիմա այս երկու ասացները միքսել են եւ ներկայացնում են ձեզ իբր Թուրքիան աջակցում է Հայաստանին։ Բայց անգամ այս հայտարարությունը դրական պետք է գնահատել այն առումով, որ տարածաշրջանի երկրները գնահատում են Հայաստանի ջանքերը եւ տեսնում եք, որ տարբեր կոնտեքստներում միանում են նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը եւ կայունության ամրապնդմանը։